Սաղմոս 34 Աստծու բարության փառաբանություն Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ, նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Ինձ հետ մեծարեցեք Տիրոջը, իրար հետ բարձրացրենք նրա անունը։ Ես դիմեցի Տիրոջը և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։ Վախեցեք Տիրոջից, ով նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։ Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Եկեք, որդիներ, լսեցեք ինձ, ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։ Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար։ Փահիր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացիր չարից և բարին գործիր, խաղաղություն փնտրիր և գնա նրա ետևից։ Տիրոջ աչքերն արդարների վրա են և նրա ականջները նրանց աղաղակի ձայնին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է, նրանց հիշատակը երկրի շնջելու համար։ Արդարներն աղաղակում են և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։ Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտորվի։ Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։ Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։